Հավերին բաց եմ թողել մի փոքր մանգան ու հիմա ծվերն ենք հավաքելու։ Մի քանի օր կանաչ խոտ չեմ տալիս ու դա ազդել է ծվատության վրա ու ծվերն էլ կարծես թե փոքրացել են, տեսեք մանր, շատ են մանր, 3 ստեղ, էլի մանր ծվեր են, 6, 9, 11, քանի օրվա զբաղվածության հետևանքն է, շատ զբաղված եմ, դրա համար չեմ հասցնում իրանց կանաչ խոտ տամ, բայց այսպես օրվա ընթացքում 1-2 ժամ արածում են ու քուջուջ են անում այստեղ, բաց եմ թողնում այս գոմաղբի վրա, իրանք քուջուջ են անում։ Ու ես հնդկահավերից մեկն է սկսել ացել, ժողովուրդ ջան, այն սպիտակը արդեն 4, ես էլ 5-րդն է որ ացում է։ Այս մեկն էլ տեսել եմ զուգավորվելուց, սա էլ կացի, բայց տարվա այս սեզոնին էլ չեմ պատրաստում զու դնել, որովհետև պահելու տեղ չունեմ ու նաև եղանակները մի քիչ խոնավ է, դրա համար դրսում էլ պահել չեմ կարող, հետևաբար երևի ես ծվերը հնարավոր է տարբերակ լինի ու վաճառեմ, կհավաքեմ, կտեսնեմ, ուզող կլինի կվաճառեմ, ուզող չլինի կօգտագործենք սովորական հավի ծվի նման։ Քնած են հանդուշկեքը, ժողովուրդ ջան, երբ տեղները տաք է լինում ու կերը առատ, իրանք էսպես քնում են, արթնացան։ Հիմա մենք իրանց կանաչ սոխ ենք տալու, արդեն գիտեմ, որ կանաչ սոխ ենք տալու, ու տեսեք իրենք ինչ ախորժակով են ուտում։ Մոտ 3-4 օրականից իրանց կարելի է կանաչ կտրտած սոխ տալ, սոխը օգնում է, որպեսզի նրանք առողջ լինեն ու նրանց մարսողական համակարգն ախտահանում, որովհետև ինքը սոխը բակտերիասպան հատկություն ունի ու որպեսզի առողջ հնդուշկի ճտեր ունենանք, պետք է իրանց սոխով կերակրենք։ Ես երբ արդեն թուղս եմ դնում կամ ծվերը այս անգամ դրեցի ինկուբատորի մեջ, ապա հենց դնելու օրը սոխ եմ ցանում և երբ արդեն իրենք դուրս են գալիս ծվերից, արդեն ինձ պատրաստի կանաչ սոխ է լինում։ Շատ կարևոր կեր է իրանց համար, ժողովուրդ ջան, կանաչ սոխ տալը։ Իրանք 1-2 րոպեվա ընթացքում այս ամեն ինչը ուտելու են։ Ու արդյունքը տեսեք, արդեն բավականին խոշորացել են, այս մեջներից ամենամեծը այս է, որփուկն է, որի մորը շունը կերավ, թափառող շունը կերավ, ու տեսեք ինքը ինչպես է տարբերվում մնացածից։ Մնացածն էլ արդեն բավականին խոշորացել են, բայց ինքը լավ տարբերվում է չափերով։ Մինչև իրենց արդեն բաց զբոսանքի հանել է, երևի 15 օր անցել, 15-20 օր։
իրենք պետք է արդեն կանաչ ուտելը սովորեն այս պայմաններում։ Կանաչ խոտ չեմ տալիս, միայն սոխ։ Սոխը շատ հարմար է իրենց կերակրելու համար, ուղղակի իրանց սոխով կերակրելու դեպքում դա պետք է անենք առավոտյան, եթե իհարկե գիշերը իրենց մոտ լույսը անջատվում է, իսկ եթե լույսը չի անջատվում, ապա օրվա բոլոր ժամերին էլ կարելի է տալ, ինչու, որովհետև երբ սոխ են ուտում, իրենք ծարավում են ու երբ տալիս ենք օրվա առաջին կեսին, ապա մինչև իրիկուն իրենք արդեն հասցնում են իրենց ծարավը հագեցնեն և նոր քնեն, իսկ եթե իրենց մոտ ամբողջ օրը լույս ա վառվում, ապա ջրամանը ջրով լցված են պահում, այս դեպքում արդեն ջրաման ես լույսը չեմ անջատում, ջրամանը ջրով լցված է լինում ու իրենք այդպես 1-2 անգամ օրվա ընթացքում տարբեր ժամերի տալիս եմ, արդեն անկախ օրվա ժամից ու իրենք ուտում են ու խմում են ջրից և ծարավ չեն զգում։ Ժողովուրդ ջան, այսօր էլի բանջարանոցում գործ ունենք ու մեր գործը կապված է պոպոկի տերևների հետ։ Սածիլ ենք դնելու, քանի որ իմ բանջարանոցում բոյբոյները շատ են եւ ես բազմաթիվ անգամ բեղ եմ դրել, բայց չի օգնում, կարծես թե, այսինքն օգնել է, բայց ամբողջությամբ չի, դեռ կան, դեռ դրածները կտրում են, բայց այստեղ արդեն հողը պատրաստել եմ, այդ տեսնում եք սևահող եմ լցրել, անցքերն արածա, հիմա մի ձև եմ ցույց տալու, որը ավանդական մեթոդներից է, այնպես ենք անելու, որպեսզի սածիլները այդ անտեր միջատները չկտրեն, մինչև կբռնի ու կամրանա, հաստ ձողերը, իրենք ընձյուղները դժվարությամբ են ուտում, հետևաբար սա դնել ենք մինչև սածիլը կամրանա։ Տեսեք, վերցնում եք պոպոկի տերևները ու փորձում ենք սածիլի կողքերը փակել այս տերևով ու նոր այսպես իրան դնում ենք հողի մեջ։ Իրան էսենց ամրացնում ենք հողի մեջ, քանի որ այդ միջատները վախենում են պոպոկի տերևների հոտից, տերևների հոտը իրենց վանում է, այս տարբերակով դնում ենք ու իրանք սածիլին մոտ չեն գալիս, սա փորձված տարբերակ է, մի քանի տարի առաջ փորձել եմ, հիմա էլ փորձեմ, էլի արդյունքները ձեզ ցույց եմ տալու, 100%-անոց տարբերակ չի իհարկե, բայց դե ինչ արած, այս տարբերակն էլ պետք է փորձենք, ինչ որ չափով կարծում եմ կօգնի։ Հենց դնում ենք ու սա հիմա տեղափոխելու ենք հողի մեջ։ Այս միջատների ձեռը իրոքից այս տարի կրակն եմ ընկել։ Տեղորայքը դնում եմ, իրանք իհարկե դուրս են գալիս, բայց միևնույն է, էլի նորերն են դուրս գալիս, արդեն իրանք ձու են դրել ու ձվերից դուրս եկածներն են գալիս ու կտրում են։ Սրան զուգահեռ փորձենք նաև այս տարբերակով սածիլը դնել, մի փոքր հողատարածք է, այս հողն է մնացել, այս փոքր հողը, այստեղ էլ դնենք, մի քիչ սածիլ էր մնացել, ափսոսացի թողեմ, եթե սածիլը կա, հողը կա, իմաստ չունի էլի չդնել, թեև այս տարի արդեն ահագին սածիլ ենք դրել, բայց սածիլը միշտ շատ չի լինում, եթե տարին բարեհաջող լինի, պամիդորի բերք շատ կունենանք, չգիտեմ, այսպես
Աշխատում ենք էլի։ Միշտ չի որ գյուղացու աշխատանքը ամբողջությամբ բարձրատրվում է, մեկ կարկուտն է, մեկ հոլախոտը, մեկ վատ եղանակը, մեկ վնասատուն, բայց ամեն դեպքում չենք նահանջում։ Այս սածիլը կարելի է մի փոքր ներքև դնել, իրանք երկար են, բայց լավ, մյուսները այդպես կդնեն։ Տնկեցինք սածիլը, ջրել եմ, հիմա սպասենք, տեսնենք ինչ արդյունք կտա, արդյոք կօգնի ընկուզի տերևները խուսափել այդ միջատների վնասներից։ Տեսեք, այստեղ նախորդ դրածները արդեն բուկլիցի ժամանակն է, թեև իրանց արանքներից էլի կտրած կա, մի հատ ստե, մի հատ ընդեղ, ստեղինը կտրել էր, նոր եմ դրել, ու մնացածի հետ արդեն տեսեք, մի քանի օր առաջվա դրածները արդեն ծաղիկ կավեր են, բայց այս միջատները չեն կանգնում նաև հաստ ընձյուղների առաջ, շատերը կտրում են, երբ միջատը մեծ է լինում, իրանք կարողանում են կտրել նաև այս հաստ սածիլները, այ տեսեք ոնց է ծաղկել։ Շատ լավ սածիլ էր երևում, քանի որ դեռ տնկած վիճակում իրանց վերա ծաղիկներ կար, դրա համար ափսոսացի այսպես դրել եմ։ Ու մի քանի օր առաջվա դրած դեղից հետո էլի նորից ծակեր են։ Էլի պետք է մի երկու օր հետո մի անգամ էլ դնենք, հասկանալու համար օգուտ կտա, թե չէ։ Մի կարևոր սկզբունք ունեմ այսպես, ես ցույց եմ տալիս իմ տնտեսության մեջ, այն ինչ իրականում կա, եւ ուզում եմ ցույց տալ մի քանի ճտերի, որոնք կարծես թե հիվանդ են, այ տեսեք ինչպես տարբերել հիվանդ ճտերին, այս երկուսը հենց իրար մոտ կանգնած, կուչ եկած, իրանք անընդհատ քնում են, թեև ուտում են, խմում են, բայց նկատելի է, որ իրանց մոտ հիվանդություն կա ինչ-որ ու նաև փռշտում են։ Ես պատճառը իհարկե գիտեմ, իրանց մոտ շատ տաք էր եւ ես իրանց միանգամից տեղափոխեցի դուրս զբոսանքի եւ այդպես իրենք սկվազնյակից եւ այլն սկսեցին մրսել հավանաբար ու հիմա իրանց մոտ կասկածում եմ հիվանդություն, որովհետեւ այլ պատճառ չէր կարող լինել, կերի մեջ այդքան այ տեսեք ոնց է տարբերում։ Կերի մեջ փոփոխություն չեմ արել ու այդ երկուսից բացի մեկ-երկուսն էլ տարբերվում են, ոնց կարելի է տարբերել հիվանդ ճտերին, նույնիսկ եթե այսպես կուչեկած չեն լինում, ապա իրենք նկատելի է, որ մի փոքր թևերը կախում են ու նաև աչքերը անընդհատ փակում են։ Եվ այսօր արդեն իրենց տեղ եմ տվել, ջրի հետ խառնել եմ մետրոնիդազոլ, դոքսիկոլ ու մի տեղ եմ տվել, նաև տետրացիկլին, օքսիտետրացիկլին եմ խառնել, այսպես իրենք 3-4 օր տալու եմ, փոփոխություն չնկատելու դեպքում արդեն պետքա դեղը փոխեմ այլ տեղ տամ, բայց հուսամ սա կօգնի, որովհետև դոքսիկոլ ինքը անտիբիոտիկ է հավանաբար, եթե չեմ սխալվում, օքսիտետրացիկլինը ևս ու դա կնպաստի նրան, որ իրենք շուտ լավանան։ Այ այսպես անզեն աչքով էլ երևում են այստեղի հիվանդները, ակտիվներ էլ կան, բայց հիմնականում մի քանի հատ այդպես հիվանդացան։ Մի ճուտ եմ ուզում ցույց տամ, եթե հիշում եք անցած տարվա իմ տեսանյութերում այսպիսի ճուտ էլի ունեի, ոտքը ծուռ ու փաստորեն այս տարի էլ ունեմ։ Իզնից կարծես թե անպակաս են, այդ տեսնում եք ոտքի ծառությունը, սա
Ջուտը այսպես է դուրս եկել ձվից, շատ թեթևակի աննշան ծուռ է եղել, բայց ժամանակի ընթացքում այդ ծռությունը ավելի արտահայտիչ է դառել։ Չգիտեմ պատճառը, ճիշտն ասած, հավանաբար դե վիտամինի պակասից է, որ ունեցել են հավերը ու ձվի միջոցով փոխանցվել է ճտին։ Հիմա սա ուղղել իհարկե հնարավոր չի, այսպես կպահենք, երբ կխոշորանա, արդեն իրեն կմորթենք։ Անցած տարի մեկն ունեինք, ինք էլի ակտիվ ուտող ջուտ էր, բայց ոտքը ծուռ էր, իրան էլ կպահենք ու երբ արդեն խոշորանա կմորթենք։ Իրանք համարյա 2 ամսական են ու արդեն չափերով տեսեք լավ են, խոշոր են, բայց դեռ շարունակում են իրենց կոմբիկեր տալ, մի ընթացքում ծորեն էի տալիս, բայց քանի որ հիվանդացան, փոխեցի կոմբիկերի։ Հիմա նորից կոմբիկեր եմ տալիս, որպեսզի այս հիվանդությունը հաղթահարեմ ու հետո նորից աստիճանաբար կսովորեցնեմ նորից ծորենի։ Ստեղ այդ տեսեք ոնց է երևում, այդ տեսեք։ Ինքը երբ մոտիկանում ես ակտիվ է, բայց այս հենց հանգիստ վիճակում ինքը գլուխները կախում են, թռշտում են, ուսամ քեզ դեղամիջոց իրենց կօգնի։ Այդ չանեք այդ սխալը, որ ես արեցի, իրենց միանգամից հանեցի դուրս, պետք է իրենց աստիճանաբար սովորացնել, որպեսզի ադապտացվեն միջավայրին։ Իսկ ես միանգամից փոխեցի պայմանները, որի հետևանքը եղավ արդեն սա։ Ժողովուրդ ջան, արդեն ժամանակն է սխտորի միջուկը պոկելու, քանի որ այս ընթացքում միջուկը պոկելուց հետո արդեն սոխը կձևավորվում։ Թողում ենք միջուկը մի փոքր հաստանա, որպեսզի այն մենք թթու ենք դնում կամ պահածոյացնում ենք, հաստ վիճակում լինի, որ ավելի լավ լինի։ Ու այսպես քաշել հանելով իրան պետքա քաղենք, այդ տեսեք ես մեկ ինչ լավ դուրս եկու։ Հենց հավաքում ենք ու պահածոյացնում կամ աղ ենք դնում, շատ հաճելի է իմիջայլոց։ Իսկ բույսը սկսում է արդեն սոխուկը մեծացնել ու նաև տեսնում եք մի քանի օր առաջ էինք քաղանարել, բայց էլի մոլախոտեր եկել են, սանք էլ պետք է միջուկը պոկելու ժամանակ հեռացնենք ու արդեն բույսը հանգիստ ենք թողնում մինչև չորանա։ Այդ չորանալուց հետո արդեն սխտորները հավաքում ենք։ Այդ տեսեք ինչքան կա։ Ժողովուրդ ջան, այսքան միջուկ հավաքեցինք ամբողջ սխտորից, հիմա սա տանելու ենք արդեն, տանը մշակելու են ու պահելու ենք ձմռան համար, իմացնել, աղ դրած ուտելու ենք հիմա։ Ուժեղ անձրև սկսեց, դրանք տեսեք ոնց են թռչում, այս անձրևները արդեն սպանում են,
Սրանք լավ են, բայց դեղը թողեցի, որ սրանք էլ խմեն, պրոֆիլակտիկ ինչ-որ բանի օգուտ կտա, վնաս չի տա, տեսեք, բավականին խոշորացել են արդեն, այս բրամաների խառնուրդը, իրանք արդեն իմ սովորական հավերի չափին են, բայց իրանք դեռ մատղաշ են, նրանք էլ լավ են, բայց այս բրամաները իրենց չափերով լավ տարբերում են, տեսեք, այս մեկն առանց պոչի է, այդի ակլորներ են, վատն են, որ այս պիտակները ակլորներն են, գոնե մի հատ, որ եկ լիներ, մյուս տարի այս պիտակներից կփորձենք ճտեր ստանալ, 3 հատ սպիտակ բրամաներն են, 3-ն էլ կարծես թե ակլորներ են, այս մոխրագույնն է, էլի բրամայի խառնուրդ հավ, մի հատ այ սևն է բրամայի խառնուրդ էլի հավ, մի հատ էլ կարմիր ունեն, կարմիրի մոտ այ տեսեք սա այդքան արտահայտիչ չի բրամայինը, ուղղակի ավելի շատ տեղական է, քան բրամա, բայց ամեն դեպքում սրանք ակլորները կմնան մյուս տարի հավերի մեջ 1-2-ը կպահենք, տեսնենք, չգիտեմ, չեմ ուզում բոլորը բրամա լինեն, որովհետև բրամաները կարծես թե ուշ են ածում, մեր տեղական հավերին հետ համեմատած, բայց իրենք չափերով մեծ են, սա լավ հնարավորություն է հավերի չափերը մեծացնելու համար, այսինքն հետագայում ստացած ճտերը արդեն չափերով ավելի խոշոր կլինեն։ Սրանք էլ մի հատ պրոֆիլակտիկ թող խմեն, նոր ջուրը տեղափոխեմ արդեն փոքրերի մոտ, փոքրերին պետքա միայն այս ջրից տամ 3-4 օր դեղեր, նոր դրանից հետո արդեն վիտամիններ կտամ, որպեսզի կազդուրվեն։